Շաբաթվա լուրերն Armenia Today-ից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը որևէ կապ չունի Հայաստանի հետ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընդունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին ազգային ժողովի հայտարարությունը։ 44-օրյա պատերազմի զեկույցը բանավեճի առարկա է դարձել Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Անհետ կորածների ծնողները հանդիպման պահանջով փակել են Պաշտպանության նախարարության մուտքը։ Պատերազմի 7 մասնակից վերադարձրել է պարգևները։ Թուրքիայի անվտանգության խորհուրդն աջակցություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ազգային ժողովը մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը։ Մերձավանի դեպքերով պայմանավորված պաշտոնանկ են արվել ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետը մարզի դատախազը։ Դատախազն Աջապահյանին 2 տարի 6 ամսով ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել։ Հոկտեմբերի 25-ին Երևանում կբացվի Տաշիր արենան, կցուցադրվի առաջին շոուն։ Վիզեյրը բազավորվել է Հայաստանում։ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։ Բորիս Ավագյանի մահվան դեպքով քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ ԱՄՆ-ում շատդաուն է սկսվել։ Նոան հաղթել է Խորվաթիայի չեմպիոն Ռիեկային։